ճիշտ ասած, այս մեքենայի վերաբերյալ շատ բան կա ասելու, բայց ես այսօր ձեզ այդքան չեմ ծանրաբեռնի, որովհետև ինքան դետալներ կան, որոնց անունները ոչ ես նորմալ գիտեմ, ոչ դուք գիտեք։ Այնպես որ անիմաստ ժամանակ չվատնենք, մենք այսօր պարզապես փորձել ենք այս մեքենայի անցող ունակությունը, ամենագնացությունը եւ այդպես եւ վայելելու ենք այս դաշտերում եւ սարերում այս գեղեցկուն գնացքը։ Հարգելի հայ ժողովուրդ, մենք հիմա գտնվում ենք մեր լեռներում ենք, հարգելի հեռուստադիտողներ, գիտեք որտեղի, են Եղեգնաձոր, մի խոսքով Վայոց ձորի տարածքում ենք հիմա, ես կոնկրետ չգիտեմ որտեղ, մոտ մի 2 ժամ, այսպես մենակ սարերի մեջով ենք եկել, ու հիմա չգիտեմ որտեղ ենք գտնվում, ասեմ գեղատեսիլ վայրեր են, շատ սիրուն է։ Այ մեր Հայաստանը, այ սենց ժամանակներ է սկսում գնահատել մեր բնությունը, մեր լեռները ու այն որ տանը նստում ես մեկ-մեկ ու մոռանում ես, որ ընդհանրապես մենք սենց սիրուն գեղատեսիլ վայրեր ունենք, ճիշտ չի, պետք է շուտ դուրս գալ տնից, պետք է քաղաքից դուրս գալ, այդ առօրյա, չգիտեմ, այդ եռուզեռից, այդ ամեն ինչը պետք է թողնել ու շաբաթը մեկ կամ գոնե հարիստել կամ գոնե ամիսը մեկ, մի խոսքով ես շատ փոշմանում եմ, որ շատ հազվադեպ եմ դուրս գալիս, չեմ հիշում, ես նշեցի, թե ոչ, բայց մենք այսօր 4x4 off-road ակումբի ծնունդին ենք, նրանք դարձան 7 տարեկան, և մենք էլ եկել ենք այսպես նրանց հետ ուրախանալու, նշելու, շնորհավորելու և բնականաբար վարելու և փորձարկելու այս հավաքված գազանիկին։ Հիմա չգիտեմ, այդտեղից երևում է թե ոչ, բայց նենց այլանդակ ճանապարհներով ենք գնում, չեք պատկերացնում, բայց այս մեքենայով նենց հեշտ է թվում։ Սենց ոնց որ ոչ մի բան չանես, ոնց որ հեչ բարդ տեղով չգնաս։ Խնդրեմ, ես իմ ինչ աստեղ ճանապարհը, օպ, ուղիղ անցանք, ոչ մի խնդիր, ոչ մի պրոբլեմ։ Ինչ անում են, մեծ ակերն են անում։ Ակերը շատ լավն են, շատ։ Հիմա ժողովուրդ ջան, փորձում ենք բարձրանալ այնտեղ։ Իջնեմ նկարեմ ես։ Հա, լույի չի նկարի։ Հետևի դուռը շատ փոքր են արել։ Պաշտոնապես հայտարարում եմ։ Իսկ հարմար էր հետևը։ Հա։ Իե, տարօրինակ է, հետևը հարմար է, ժողովուրդ։ Սուտ է խոսում, գիտեք մեր օպերատորը։ Դուռը լավ չփակվեց։ Իա։ Մի հատ հավաքի քեզ։ Հերիք չի ընգնեք, հերիք չի։ Մի ընգեք, հա? Խնդրում եմ։ Ուրեմն սկսենք երևի նրա ծնվելու ժամանակներից 1967 թվական, չկատակ եմ անում, 2009 թվականի արտադրության Wrangler Rubicon մոդիֆիկացիան է։ Հեսա կասեմ ինչա Rubicon-ը։ 3.8 լիտր աշխատանքային ծավալով, շարժիչ, մթնոլորտային,
տուրբո չկա, առանց տուրբոների։ Ուրեմն Rubicon-ը, այստեղ դե կարծում եմ նկատեցիք արդեն, որ շատ ձևափոխություններ է արված, ինչին հնարավոր էր, ոչ ոք ձեռք են տվել ու ձևափոխել են։ Այստեղ շատ կարևոր դեր է խաղում այդ Rubicon ասվածը, որը ոնց ես ավելի ճիշտ բացատրեմ, ոնց այսպես մտքերս ճիշտ շարադրեմ, որ ճիշտ լինի։ Դիֆերենցիալների հետ է կապված մի խոսքով, որ այդ այսպես ասած պանիժենի, հա, ռուսերեն ասած պանիժենի ժամանակ 4 ակերը պատտվում են հավասար, այսինքն ամեն մի ակը 25%։ Դա նշանակում է, որ եթե գոնե մեկ ակը ինչ որ միտեղ կպնի, ինչ որ միտեղից կարողանա բռնվել, մեքենան ամենայն հավանականությամբ դուրս կգա թե ճահիճից, թե ինչ որ ցեխոտ տարածքից, ջրի մեջից, ամեն տեղից, մի խոսքով։ Այստեղ բարձրացված է շատ մեքենան, լավ լիֆտ է արած, կախոցների շնորհիվ, անիվների շնորհիվ, ընթացային հատվածում ամբողջովին փոխված է հատվածը, ամբողջովին, գրեթե ոչ մի գործարանային չի մնացել, օպա, փոխված է կարդանային վալը, փոխված է կախոցները, ղեկանիվի ուժեղացուցիչն է փոխված մի քանի անգամ ավելի ուժեղացուցիչ է դրած հզոր, որպեսզի թույլ տա դու թեթև կառավարես այսպես այդ մեծ անիվները, տեսակ ինչպիսի մեծ անիվների տակը, բայց ղեկը թեթև հիդրավլիկ, որ ընդհանրապես չի զգացվում, ոնց որ 17 ձյուրանոց անիվներ լինի տակը։ Դե սրահում տեսնում եք այս անվտանգության կարկասը, որը կրկին հավաքված է սեփականատիրոջ նախաձեռնությամբ, շատ հզոր բան է, շատ հաստ ձողերով ու այսպես ամբողջ մեքենան այսպես գրաված է, այսպես փաթաթած է այս կարկասով։ Դա նշանակում է, որ ուր էլ ընկնես, ինչ էլ լինի, քեզ ոչինչ չի լինի։ Նույնիսկ մեքենան, հա, մի քիչ ներքը ցենց մի բան կլինի, բայց լուրջ ոչինչ չի լինի։ Հիմա մենք գտնվում ենք sense մի անվտանգության կապսուլայի մեջ, էլի։ Հիմա այստեղ ամենակարևորը։ Ճիշտ է, այստեղ ուժեղացուցիչը որ կա, ղեկի, այնտեղ մեղմացուցիչներ կան, բաներ կան, որ ակի վրա բարձրանալուց կամ ակին հարվածելուց անիվը չի հարվածում sense միանգամից ղեկին, որ տա մատներդ կոտրի, բայց այնուամենայնիվ off-road վարելիս, ճանապարհից դուրս ընդհանրապես մեքենա վարելիս, կապ չունի ինչ մեքենա կլինի, ղեկը բռնելու հատուկ ձև կա։ Այսպես, մատները պետքա բաց լինի։ Այսինքն փակ չի կարելի։ Սա այսպես ասած ասֆալտային սպորտի համար է, սա բութը փակ։ Իսկ օֆրոդի համար բութը պետքա բաց լինի, որպեսզի կտրուկ ղեկի շարժման ժամանակ միամիտ անսպասելի ձեր մատները չջարդի։ Հիմա մենք գնում ենք այդ ռեժիմով, մատներս օֆրոդ ռեժիմ է։ Ասեմ, մեքենան բավականին ծանր է ու տեսակ ինչքան գործեր է վրան արած, ինչքան փոփոխություններ, այդ ամեն ինչը բնական ավելի ծանրացրել է, բայց այս շարժիչը 3.8-ական ընդհանրապես չի նեղվում։ Փոխանցումատուփն է ավտոմատ, դա մի քիչ նեղում է, ավելի ճիշտ ոչ թե նեղում է, այլ այն որ դու այս պահին սենց մի հատ բան կանեիր կամ չգիտեմ, այս սրան այս աստիճանից կհանեիր, կդնեիր, չգիտեմ որ աստիճան կապ չունի։ Այստեղ ինքն է, էլի մտածում մի քիչ քեզ խառնում է այս բարդ ճանապարհներին, իրան պետքա սովորել։ Սենց ուղակի մի քիչ դժվար է։ Ահա, մենք մտանք ցեխի մեջ եւ պատվով դուրս եկանք։ Դա շատ փոքր ցեխ էր, այստեղից ամոթ էլ կլիներ դուրս չգալ։ Ունի կլիմատ կոնտրոլ, որը մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, չնայած արդեն հետաքրքրում է, որովհետեւ մեքենան բավականին շոկ է, ոնց որ բաղնիկ լինի։ Այստեղ CD changer ունենք, նույնիսկ երաժշտություն ունենք, շատ կոմֆորտնի օֆրոդի համար նախատեսված մեքենա է, ինչը հիմնականում օֆրոդի համար չի լինում։ Միշտ պետք է անհարմար լինի, որ ճիշտ օֆրոդ լինի, չգիտեմ։ Այստեղ ամեն ինչ նստարանները փափուկ, այստեղ ամեն ինչ լույսերով, բարձրախոսներով, մեծ հայլիներով, հայլիները շատ լավն են, տեսնում ես նույնիսկ Երևանը, իսկ մենք Եղեգնաձորում ենք։
Բայց ես լուրջ եմ ասում, ես գնալով ավելի շատ եմ սկսում սիրել այս օֆրոդը։ Ժամանակին ընդհանրապես չէի սիրում։ Մտածում եմ, դե ոչ արագություն կա, ոչ ինչ-որ կտրուկ շրջադարձեր կան, ոչ ադրենալին կա, չէի հասկանում այդ ինչա, մինչև առաջին անգամ չնստեցի օֆրոդ մեքենայի ղեկին։ Ու դա այս մեքենան չի, եթե հիշում եք, մենք նույնիսկ 2 անգամ կարծեմ ցուցադրել ենք, մենք անգամ Նիվայով գնացել ենք դեպի Իջևան, մեկ անգամ գնացել ենք UAZ 69-ով, բայց Իջևան չէ, ես իմ ուր էին գնացել։ Բայց բացի դրանցից ես էլի մեկ անգամ էլի վարել եմ ու չգիտեմ, շատ ադուր գալիս։ Նամանավանդ որ գիտեք ինչ, երբ մեքենան չես ափսոսում, ես իհարկե ափսոսում եմ իմ մեքենան, չի, ես այսպես մի քիչ վախենալով եմ վարում, հանկարծ մի բան չկոտրեմ, որովհետև մեքենայի վրա ծախսված է մոտավորապես այսպես էլի ասեմ $50,000 չափ գումար։ Ես այդքան էլ չեմ ուզում մտնել այդ գումարների տակ, այդ ծախսերի, այնպես որ մենք ես իմ sense շատ բարդ բաներ չենք անի, շարից փորձանքից հեռու։ Չնայած որ տեսնեք իրանք ինչ անխնա են վարում այս մեքենաները, լացներդ կգա։ Շատ անխնա է, որ հա դե ինչա, մեքենա էլի $50,000 հեսա, ջարդվի մի հատ նորը կսարքենք։ Ոնց որ հեչ բան չլինի։ Մենք հիմա համեմատաբար շատ ուղիղ ճանապարհով ենք երթևեկում, որպեսզի կարողանանք խոսել, չշեղվել, խոսերի եւ եսի մինչերի վրա, օրինակ ինչպես էստեղ։ Ինչևէ, ես ինչ որ շատ մանրանցանք եսի մինչերից ենք խոսում, բայց ես նենց եմ ուզում ինչ որ միտեղ այս մեքենասից մտնենք ու օրինակ այստեղ։ Ինչ չէինք փորձել, էդ էլ փորձեցինք։ Ճիշտ ասած, այս մեքենայից ես ձեզ ինչ-որ շատ ինֆորմացիա, շատ տվյալներ չտվեցի, որովհետև ինչպես հասկացաք, ինքը արդեն լիովին ձևափոխված էր, վերափոխված, լիովին տյունինգապատ, պատրաստված կոնկրետ օֆրոդի պայմանների համար։ Անիվները տեսնում եք, ամեն ինչ մի խոսքով, այդ ճոպանակները, բաները, դրա համար հենց փորձեցի ձեր ուղեղը շատ չծանրաբեռնեմ այդ ինֆորմացիայով, բայց ասեմ, որ ստացված մեքենա, ստացված, այսինքն ծառայող այն բանին, ինչի համար որ ինքը նախատեսվել է, ինչի համար որ ինքը ստեղծվել է, իրոք հասել են տերերը ու միայն հարգանք, որովհետև գերազանց մեքենա էր։
Այստեղ է թաքնված այդ 3.8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը, որը ես հիմա չեմ բացի, կարծում եմ դուք հասկանում եք ինչի, չեմ բացի, որովհետև մի քիչ չի ստացվի։ Այստեղ ճոպանակը, այս ավելացված լուսարձակները, հզոր, մի խոսքով, ինչպես արդեն ասեցի եւ ինչպես դուք էլ հասկացաք, լիովին ձևափոխված եւ հզորացված մեքենա։ Շատ լավ է։ Ես սիրեցի այս մեքենան։ Տակի հատվածի մասին կարծում եմ ձեզ ինչ-որ բան ասել պետք չի, որովհետև ես էլ առանձնապես չեմ հասկանում այստեղ ինչ գործեր է։ Տեսնում եմ այս բարձրացված զսպանակները, կախոցները, այստեղ ղեկի մեղմասուցիչը, ուժեղացուցիչը, մի խոսքով էլ շատ չմանրամնամ, էլի իմ գլուխն էլ է ուռում այդ ինֆորմացիայից, բայց կարծում եմ առաջին հայացքից արդեն ամեն ինչ հասկանալի է առանց իմասելու։ Երևի թե այսօրվա համար այսքանը կլինի, ես չեմ ուզում էլ ավելի շատ տանջեմ այս մեքենան, չնայած այս մեքենան չի տանջվում, ինչ էլ ուզում ես արա, նա ոչ փչանում է, չնայած փչանում է լավ էլ, բայց ես չեմ անի դա, թող դա իմ ձեռքի գործը չլինի, որովհետև արդեն ինչպես ասացի, մեքենայի վրա բավականին մեծ գումարներ ներդրած, այսպես ասած, բայց հաճույքը, որ ես ստացա, արժեր ամեն ինչ։ Ես մաղթում եմ նույնն էլ ձեզ, որ դուք էլ նույն տիպի հաճույքներ ստանաք, ինչու ոչ նաև ունենաք նման մեքենա, ես ինձ էլ եմ մաղթում, որ ունենամ նման մեքենա, մի խոսքով եզրափակվենք։ Բաց թողնված հաղորդումները հիշում եք, որ պետք է նայեք YouTube-ով, կարող եք հանգիստ միանալ մեր Facebook-յան էջին Drive News անունով եւ պարզապես այցելեք մեր պաշտոնական կայքերը www.autodrive.am հասցեով։ Գնացինք։ Порадуемся на своем веку. Красавице и куку, счастливому клинку. Пока-пока, покачивая перьями шляпа, судьбе не расшибнем, merci beaucoup. Ինչ եմ մտածում։ Ես մտածում եմ, որ մենք արդեն կորանք։ Այնտեղ բանը գալուց մի երկու հատ ճանապարհ կար, չէ՞, որ sense ռազվի դու հիշում ես, դու բանը էլ Չկար ռազմիկա։ կար երկու տեղ ես ռազվիլկա եմ տեսել։ Տես արդեն լավ չի։ Ինչ։ Դու ջամփից դուրս եկար պրոստը։ Լավ։ Ստե կորենքի խերա։ Ուտելիք կա ավտոյի մեջ։